Ինչով է ուժեղ մարդը տարբերվում։ Երբ խոսում ենք ուժեղ մարդկանց մասին, մենք հաճախ պատկերացնում ենք բավականին կոշտ անձնավորության, որը հաշվի չառնելով ոչ մի խոչընդոտ գնում է իր նպատակին ընդառաջ։ Չի կասկածում կամ զղջում որևէ բանի համար, բայց դա ամենևին էլ այդպես չէ։ Ուժեղ մարդը կարող է խոցելի լինել իր հոգու խորքում։ Նա կարող է քնքշորեն եւ զգուշորեն վերաբերվել որոշ բաների, լինել բաց եւ բարի։ Եվ ուժեղ մարդիկ միշտ չէ, որ ամեն ինչի մեջ առաջի անգամից հաջողում են։ Հաճախ նրանց նպատակին հասնելու համար անհրաժեշտ են շատ փորձեր եւ ջանքեր։ Կա մի կարևոր պահ, որը տարբերում է ուժեղ մարդկանց թույլերից։ Ուժեղ մարդը չի վախենում փոփոխություններից, ընդհակառակը նա փորձում է բարելավել իր կյանքը, չի վախենում պատասխանատվություն ստանձնել ոչ միայն իր, այլև գործընկերների, ընտանիքի անդամների, երեխաների համար։ Մարդիկ պատրաստակամորեն հետևում են նման մարդուն, նա վստահ է իր վրա, իսկ մարդիկ վստահում են նրան։ Ուժեղ մարդիկ դրական են տրամադրվում, լավատես են, բայց միևնույն ժամանակ օբյեկտիվորեն են նայում կյանքին, պատրանքներով չեն ապրում։ Իսկ թույլ մարդուն կարելի է ճանաչել կյանքի նկատմամբ ունեցած բացասական հայացքով, դժգոհությամբ, մշտական բողոքով։ Նման մարդիկ շատ նախանձ են լինում, նրանք կոշտ են արձագանքում ինչ-որ մեկի հաջողությանը։ Նրանց թվում է, որ ճակատագիրը դաժան է իրենց հանդեպ, բայց նրանք չեն հասկանում եւ չեն ընդունում, որ հենց իրենք ոչինչ չեն անում, որպեսզի կյանքը ժպտա իրենց։